Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, շարունակվում է պարային, մշակութային արվեստոտ թեման, այսպես ասած, Ազգային երկու-պարի ակադեմիան, Կարին ավանդական երկու-պարի խմբի գլխավորությամբ, նորովի եւ աննախադեպ մասշտաբներով այսօր նշում է պարի միջազգային օրը Հայաստանում։ Երեկոյան ժամը 7-ին Ազատության հրապարակում Կարին Իշճու խմբերով հրավիրում է Գագիկ Կինոսյանի 60 եւ Կարին 25 պարային տոնին։ Իդեպ հիշեցնենք նաեւ, որ մենք ենք մեր պարերը նախագծի այս տարի նշում է իր 20-ամյակը։ Անհերքելի եւ անժխտելի այլևս ավանդական պարերի մասսայականացման գործում Գագիկ Կինոսյանի ներդրած մեծ ավանդը։ Այս ամենի եւ սպասվող միջոցառման մասին կխոսենք մեր ֆանտաստիկ հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Կարին եւ Ծովակ ավանդական երկի-պարի խմբերի գեղարվեստական ղեկավար, Ազգային երկու-պարի ակադեմիա կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը, Լույս Առավոտի, Հարի Լույս, Կարին եւ Ծովակ ավանդական երկի-պարի խմբերի անդամ Գագիկ Մարտիրոսյանը։ Հարի Լույս։ Շնորհակալություն, որ առավոտը կիսում եք մեզ հետ, այս տոն օրով նախ շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնի արդիվ, եւ երբ որ մեզ նախապես մեր սիրելի Մարինեն ուղարկում է playlist ասված, ես կանխագուշակում էի, որ դուք լինելու top հյուրերից ցանկում, որովհետեւ անկեղծ եմ ասում, գուցե իմ ասոցիացիան է այդպեսին, բայց երբ որ հայկական ազգային պարի մասին է խոսքը գալիս, ես այսպես արդեն առաքինի պարոն Գինոսյանին այսպես ողջ հասակով պատկերացնում, չգիտեմ, իմ ասոցիացիան այդպեսին է, որովհետև իսկապես ահռելի է իր ավանդը եւ չենք կարող չժխտել, որ դուք ահռելի ներդրում ունեք այս ամեն ինչում, որ առ այսօր այդ ամեն ինչը այդպես մասսայականացված պահվում է։ Եկեք խոսենք այսօրվա բուն միջոցառումից, քանի որ պարբերաբար ձեր մոտ տարբեր իրադարձություններ են լինում, բայց ես կարծում եմ, որ այս տոն օրով շատ ավելի կարևոր է այսօրվա երեկոն, տարբերվում է նախորդներից։ Բարի Լույս, մենք էլ շատ շնորհակալ ենք, որ հրավիրել եք եւ մենք էլ մեր տոնական առավոտը ձեզ հետ ենք կիսում։ Այսօր, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով օրը հռչակվել է պարի միջազգային օր որպես, մենք եւս լինելով ոլորտի ներկայացուցիչ, մեր այսպես ասած պարտքն ենք համարում յուրովի մեր ձևի մեջ նշել տոնը եւ այս ավանդույթը սկիզբ ենք դրել ավանդույթին դեռևս 15-16 թվականներին Գագիկ Կինոսյանի գլխավորությամբ։ Մենք իհարկե յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օր անում ենք մեր բաց դասերը, որոնք նշեցիք արդեն 20 տարվա պատմություն ունեն, բայց պարի միջազգային օրը մի փոքր ծավալներն ենք մեծացնում, նախ նշելու ենք Ազատության հրապարակում եւ նաեւ միանալու են մեր ճյուղ խմբերը, թվով մոտ 10 խումբ ենք լինելու եւ բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մեզ հետ պարելու, ովքեր չգիտեն սովորելու եւ ապացուցելու, որ հայկական պարը, ավանդական պարը տեղ ունի մշակութային պարարվեստում առհասարակ։ Մենք ենք մեր պարերը նախագիծը արդեն 20 տարեկան է։ Ինչպեսի ճանապարհ է անցել այս տարիների ընթացքում, մի փոքր պատմեք։ Բավականին բարդ վայրի վերումներով, բայց չգիտեմ, Փառք Աստծո մենք այդպես հաստատակամ ենք մնացել։ Առաջին տարիներին, երբ որ մեկնարկել է միջոցառումը, մեր պարողները հիմնական եղել են ավելի շատ, քան մասնակիցները։ Հետո գնալով մեկը իր ընկերուհուն էր կանչում, մեկը հարևանին, բարեկամին, այսպես ծավալները սկսեցին մեծանալ եւ մենք սկսեցինք մեր տարածքում չտեղավորվել, մեր տարածք հասելով մեզ հենց սկզբից աջակցել է Նարեկացի արվեստի միությունը, իրենց տարածքում ենք մեկնարկել, որից հետո մեզ միացավ նաև Գաֆեսչյան քանդակների պուրակը եւ 2009-10 թվականներից արդեն ամռան ամիսներին այնտեղ ենք անում միջոցառումը։ Նույն ինքը Կասկադում։ Այո, նույն ինքը Կասկադում։ Այդպես եւ իհարկե այդ ընթացքում իրականում շատ բացառիկ անգամներ են եղել, երբ բաց ենք թողել միջոցառումը, պայմանավորված համավարակով եւ պատերազմով։ Մնացած բոլոր դեպքերում միջոցառումը ինչ էլ լինի, իրականանում է, այնպես որ ձեզ էլ կսպասենք առաջիկայում հաջորդ ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադում։ Սիրով։ Եթե այդպես պատահում է, ես ամռան սեզոններին այդ տարածքում եմ լինում, ես ուշով այդ ժամ 40 րոպեն սպասում, երբ է Կարինո Քոչարին միանալու, միակ պարն է, որ այդպես անգիրարած հավասարական տարիներից գիտեմ, դա հենց միանում է իմ ասենց եմ անում, գնում եմ աստղային ժամն է։ Ես որպես մասնակից ուզում եմ Գագիկը մի փոքր պատմի, քանի որ Անին այսպես կազմակերպչական բարձունքից է ամեն ինչ ներկայացնում, որպես անդամ պատմեք այս ամեն ինչի մասին, ձեր սիրտ ինչպես է բաբախում այս տոնորով։ Իրականում շատ կարևոր է, որ երբ որ դու ընդհանրապես խմբի անդամ ես լինում ու պարում ես, երբ գալիս է մի պահ, երբ որ դու կարողանում ես քո իմացածը կիսել քո կողքի կանգնածի հետ եւ
հավաքվել մի վայրում, որտեղ նույն գաղափարը կիսող շատ մարդիկ կան, ու այսպես մի այդ ամբողջ շարքը մենք կոչում ենք պարահայություն, պարահայությունը հավաքվում է միտեղ ու կիսում են իրար հետ իրենց գաղափարները, շփվում են, մտերմանում են եւ այս բարի միջոցով ստեղծվել է մի մեծ ընտանիք, որը ոչ միայն այդ ամսվա միայն վերջին ուրբաթ օրերն է իրար տեսնում եւ հանդիպում, արդեն դարձել է դա հիմք, որի վրա հենվելով մարդիկ ստեղծում են ընտանիքներ, մարդիկ իրենց առօրյա կյանքում ոչ միայն արդեն շփվում են իրար հետ, արշավներ են գնում, այսինքն երաժշտասրտեր է միավորում։ Այո, այսինքն պարը դարձել է նաև մարդկանց իրար կապող ինչ որ մի, այսպես ասած, առանցք, որի շուրջ հավաքվել են հազարավոր մարդիկ։ Իսկ այսօր ինչ մարտահրավերներ կան ազգային պարի մասսայականացման ճանապարհին։ Մարտահրավերները շատ են, բայց նաև պիտի ասեմ, որ այդ 20 տարիների համար աշխատանքը եւ հենց պարոն Գինոսյանի ներդրած ջանքերը իր արդյունքը տվել են արդեն եւ մասսայականացման, այսպես ասած, մասսայականացումը այլևս չի կարող չլինել, քանի որ նաև շատ մարդիկ թեկուզ համացանցի միջոցով այս տարում նաև մեզ շատ օգնում է համացանցը, շատերն են տեսնում տեսանյութերը եւ իրենց մեջ այդ հետաքրքրության կրակը սկսում է վառվել։ Տեսել եմ TikTok-ում։ Այո, եւ իրենք եւս փորձում են մասնակիցը լինել, իսկ այդ մասնակիցը երբ որ լինում են, դա այսպես հաջորդական process-ներ ունի իր հետևից, սկսում են արդեն ուսումնասիրել իրենց մշակույթը, փորձում են ավելի լավ տիրապետել, հետո սկսում են պատմությունը ուսումնասիրել, խորանալ եւ այսպես այդ ինքնության ճանապարհով սկսում են քայլել, այսպես ասած։ Իսկ նոր սերնդին ինչպես եք ներգրավում այս մշակութային մեծ շարժման մեջ։ Այստեղ երևի պարտադիր նշեմ, որ մենք 2014 թվականից ազգային երկու պարի ակադեմիան արդեն ազգային երկու պար առարկան ներդնում է հանրակրթական դպրոցներում, այսօր հանրապետության շուրջ 40% դպրոցների անցնում են առարկան 5-ից 7-րդ դասարաններում եւ եթե նույնիսկ այս տարիքում երեխաները այնքան գիտակցություն չունեն, որ հասկանան մշակույթի արժեքը, դա իրենց ենթագիտակցական շերտում վստահ ինչ որ փոփոխություններ է բերում, որը մի քանի տարի հետո կամ դպրոցն ավարտելուց հետո արդեն տեսանելի է լինում։ Դրա վառ արդյունքն են այն բոլոր երեխաները, ովքեր այդ տարիներին 5-ից 7-րդ դասարանում անցել են, իսկ այսօր շարունակում են պարով զբաղվել, ինչ որ մի զուգադիպությամբ էլի հայտնվել են պարաշարքի մեջ եւ շարունակում են, եւ նաեւ արդեն 2 տարի է ռազմապարն ներդրված հայոց բանակում, որտեղ եւս ունենք զինծառայողներ, ովքեր 5-ից 7-րդ դասարաններում անցել են պարերը եւ այդպես իրենց կողքի զինծառայողներին օգնում են նաեւ իրենք էլի Կարնո Քոչարին գիտեն մարտական գնում են։ Դե լավ, մի նվազեցրեք իմ արժանինքները, շատ սքանչելի է, դա պարում եմ։ Ես գիտեմ, որ դուք յուրահատուկ մշակույթ ունեք ներդրված, օրեր առաջ ապրիլի 24-ն էր եւ ես գիտեմ, որ իսկապես այսպես հետաքրքիր միջոցառում եւ այլ մոտեցում ունեք, այն որ խոսեցինք ավանդականից ու հայկականից, չեմ կարող չմատնանշել, որ հենց ուղիղ եթերում նաեւ խոսենք այդ ավանդույթի մասին։ Այստեղ էլի պիտի առանձնացնեմ պարոն Գինոսյանի դերը, ով իրականում շատ բազմակողմանի նաև զարգացած անձնավորություններ եւ շատ խորապես 88 թվից ուսումնասիրել է Գարեգին Նժդեհին, երևի ամեն օր առանց չափած անցնելու ինքը կարդացել է եւ շատ կարեւորում էր Գարեգին Նժդեհի դերը այդ հայերի ցեղասպանված լինելու կոմպլեքսը կոտրելու հարցում, որովհետեւ Նժդեհի իր կյանքով եւ իր ծավալած գործունեությամբ այդ փոքր մարտերով իր գաղափարախոսությամբ կարծես տվել է բանալին, թե ինչպես կարող ենք այդ ցեղասպանվածի հոգեբանությունից դուրս գալ եւ մեզ զգալ ուժեղ ցուցաբերել այդ ուժը եւ սրանով է պայմանավորված, որ էլի 15-16 թվականներից մենք ունեինք այդպիսի ավանդույթ, այն ժամանակ նեղ միայն Կարինով էինք անում կամ մեր ընկերներով, միշտ գնում էինք ապրիլի 24-ին Սպիտակավոր Ծիծեռնակաբերդի փոխարեն եւ նպատակը ուխտն էր, այսինքն մենք ուխտ էինք անում, գնալ խնկարկել Գարեգին Նժդեհի շիրիմը եւ այնտեղից ուժ ստանալ մեր հայրենիքը շենացնելու համար։ Եվ հետո արդեն սկսեցինք հանրային հրապարակել, որ այդպիսի ուխտ ունենք եւ մեր համախոհները, գաղափարակիցները սկսեցին միանալ։ Այս տարի ապրիլի 24-ին մենք ուխտի ենք գնացել 150 հոգով։ Իրականում բավականին Ուր էինք մենք Թերեզա։ Ես տանը։ Մյուս տարի սիրով կսպասենք, միացեք, վստահ մյուս տարի էլ պիտի բարձրանանք։
Ես կգամ իմ նժդերի հետ։ Ես չեմ կողոստանալ, որևէ բան չեմ կողոստանալ, որտեղ ֆիզիկական activity-ն ասեցի չէ որ կարող քոչարի նայում։ Ես կգամ անպայման։ Քանի որ խոսեցինք հետագա նախագծերից, ինձ հուշեցիք որ պետք է նաև դրա մասին խոսենք։ Նախ ուզում հետագա ծրագրերից խոսեմ եւ ինչպես անդամակցել։ Օրինակ գիտեն մի պար կան տենց մարդիկ, որ ընդհանրապես մի ազգային պար գիտեն։ Ինչպես գան եւ սովորեն շատ ու շատ այլ հայկական պարեր։ Եկեք վերջի հարցից կամ եկեք ամենամսովերջին ուրբաթօրերին, այո, սկսեք այդտեղ գալ եւ այդ ամեն դեպքում փորձասենյակը եւ հանրային պարերը դրանք տարբեր բաներ են եւ այդ ոգին, պարերի ուժը հանրային միջոցառումների ժամանակ շատ ավելի շոշափելի է նաեւ միասնականության զգացումը, երբ որ մենք այսօր մոտ 3-4000 մարդ ենք սպասում, 3-4000 հոգով բռնում ենք իրար ձեռք, անծանոթ մարդկանց, որոնց ոչ մի բանի մասին տեղյակ չենք, ոչ քաղաքական հայացքներ, ոչ կրոնական հայացքներ, ոչ մի, չէ, բայց կարծում եմ հենց իմաստը բարի դա է, որ մի բան է կարևոր, որ կողքիդ մարդը հայ է։ Մնացածը կարևոր չէ։ Դու բռնում ես իր ձեռքը եւ այդ դուք սկսում եք փոխանակվել իրար հետ ձեր էներգիաներով, ու այդտեղ մի հատ այսպես շատ մեծ դրական էներգիայի ամպ է հավաքվում օդում։ Իսկ հետո արդեն ավելի խորացնելու համար մենք ունենում ենք երամսյա դասընթացներ, որտեղ ավելի մանրամասն բարի պատմությունով ամեն ինչով սովորեցնում ենք։ Իսկ առաջիկա ծրագրերից կասեմ, որ այս տարին մեր համար հոբելյանական է, որովհետև եւ Կարինի եւ Ծովակի 25-ամյակներն է, եւ պարոն Գինոսյանի 60-ամյակն է, եւ տարվա ընթացքում բոլոր ծրագրերը նվիրված են լինելու այս հոբելյաններին։ Առաջիկայում ունենալու ենք Ծովակ խմբի մենահամերգ 25-ամյակին նվիրված, որի մասին հեսա Գագիկը ինձ կլրացնի։ Իմիջիալոց Գագիկը 9 տարեկանից մեզ մոտ է եւ սկզբից եղել է Ծովակից, հետո նաեւ Կարինից, հիմա եւ Կարինից է եւ Ծովակից, հələ չի անցել էլի այդ պատանեկության շեմը։ Բան չկարած։ Հա, ունենալու ենք Ծովակի 25-ամյակը, ունենալու ենք գիտաժողով նվիրված Էմմա Պետրոսյանի հիշատակին, ով հայ պարագետներից էր, վերջերս է մահացել։ Դրանից հետո ունենալու ենք օգոստոսի առաջին օրերին Գինոսյանական օրեր խորագրով փառատոն, որտեղ պարոն Գինոսյանի տարեդարձը այդ ժամանակ է։ Կհանդիպենք, ես վստահ եմ։ Եվ ավելի ուշ արդեն հենց Կարինի 25-ամյակի համար կունենանք մենահամերգ եւ էլի Գագիկ Գինոսյան 60 եւ նաեւ քանի որ առանձին նվագախումբ ունենք, հուսանք նաեւ այդ էլ կհասնենք նվագախմբով եւս մեկ համերգ կունենանք։ Անի ջան, ես ինչքան տներ ունեք մտնելու։ Այո։ Խիստ հագեցած տարի է։ Քանի որ ասացիք Գագիկը պետք է լրացնի։ Ուրեմն քանի որ նշվեց արդեն որ Ծովակ խմբի համար նույնպես հոբելյանական է, մեր 25-ամյակն ենք նշելու այս տարի, հունիսի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում տեղի ունենալու Ծովակ ավանդական երգիպարի խմբի հարապտույտ խորագիրը կրող մենահամերգը, որի ընթացքում Ծովակը ներկայանալու է, այսպես ասած, իր 25 տարվա տարեգրության պատմությամբ, ներկայացնելու ենք արդեն հանդիսատեսի կողմից այս ընթացքում շատ սիրված համարներ, շատ փակագծերը չբացելով նաև ասեմ, որ հանդիսատեսին բախտ է վիճակվելու տեսնել նոր վերականգնված պարեր եւ երաժշտական նոր մոտեցումներ, որոնք բեմից կլինեն առաջին անգամ։ Ֆանտաստիկ։ Եկեք խոսենք այսօրվա մասին, վերադառնալով ակունքներին։ Ինչ ծրագիր է մեզ սպասվում այսօր 19:00-ին։ Այսօր քանի որ տոնախմբություն է, մենք նշում ենք ապրիլի 29-ը, Պարի միջազգային օրը, այսօր մեզ ուղղակի տոնական երեկո է սպասվում, որի ընթացքում կունենանք իհարկե պարուսուցումային հատված եւ միասին երբ ավելի հստակ։ Հա, երեկոյան ժամը 7-ին Ազատության հրապարակում սիրով բոլորին կսպասենք, ովքեր ուզում են իրենց արմատներին մոտենալ, իրենց մշակույթը ճանաչել, լինելու է բաց դասի ձևաչափով, այսինքն սովորեցնելու ենք ապրել եւ քանի որ մեր բոլոր ճյուղ-խմբերը ներկա են լինելու, թվով մոտ 10 խումբ, որոնք իրենց 10-ից 15 անդամներով, այսինքն մոտավոր իմ հաշվարկով մոտ 100 մարդ, տենց հաստատում, մոտ 100 մարդ տարազ հագած մարդիկ են լինելու եւ դրանք լինելու են տարբեր տարածաշրջանի տարազներ եւ այդ բոլոր 100 մարդիկ օգնելու են մնացած մարդկանց, որպեսզի իրենք սովորեն ապրել, ինչպես նաեւ կունենանք գաղափարական այսպես փոքրիկ հատվածներ, որտեղ կհնչի գաղափարական խոսք, կբացատրվի այդ ամեն ինչի կարեւորությունը եւ հուսանք որ մարդիկ մի փոքր ավելի հայացած կվերադառնան այդ միջոցառումից իրենց տներ։
Հետաքրքիր է, որ ինչ-որ մասշտաբային միջոցառումների ժամանակ մենք բեյջով մարդկանց ենք փնտրում, որ մեզ օգնեն եւ ուղղորդեն։ Ձեր բեյջը տարածին, յուրահատուկ մոտեցում։ Իսկ ինչպես է ստեղծում այդ նախապատրաստական աշխատանքներ, օրինակ ինչպես է ինձ հետաքրքիր նույն այդ ճյուղերի, ես չգիտեի որ 10 ճյուղեր են այսպես ներգրավված, այգի է այսօր լինելու տարածներով։ Քանի որ մենք մեր խմբի անդամները արդեն բազմամյա անդամներ են, իրենք ունեն նաև ծավալում են պարուսույցի գործունեություն առանձին եւ հետո արդեն ունենում են որոշակի նկարտումներ առանձին եւս հանդես գալու ներկայանալու, իրենց մշակումները ներկայացնելու, բարերի բեմադրությունները, ներկայացումներ, համերգներ իրենք եւս այսպես առանձին իրենց գործունեությունը ծավալում են եւ հետեւաբար նաեւ խմբերի մեծ մասը ունենում են իրենց ավանդական հագուստները։ Դրանից բացի ուղղակի մենք ամեն ինչ մեզ մոտ կամավորական սկզբունքի վրա է եւ Կարինին անդամակցելը եւ այդ խմբերին անդամակցելը եւ այստեղ կարող եմ միանշանակ նշել, որ հավաքված են նվիրալներ, ովքեր գիտակցում են այդ ամեն ինչի կարեւորությունը եւ ունենք այդպես տարբեր զրուցարաններ, հիմնականում այնտեղ գրում ենք անհրաժեշտությունները, կա այս ինչ բանի կարիքը կա, այն ինչ բանի կարիքը ու ամեն բանի համար գտնում ենք համապատասխան կամավորին, այսպես ասած, մենք ինքներս մեր ուժերով ամեն ինչ անում ենք։ Եվ վերջում ինչ ուղերձով կցանկանաք հրավիրել հանդիսատեսին միանալու այսօրվա ֆանտաստիկ տոնին։ Երևի կցիտեմ ուղղակի պարոն Գինոսյանին, ով իրականում բարի մասին շատ բաներ ունի ասած այսպես թևավոր խոսքեր, բայց հիմա երկուսը կմեջ բերեմ։ Մեկը ասում էր բարը միակն է արվեստներից, որ միավորում է մարդու մարմինը եւ հոգին, եւ ասում էր եթե ուզում եք երկինքն ու երկիրը միաժամանակ զգալ ձեր ներսում, միացեք բարաշարքին։ Ֆանտաստիկ, ավելի լավ եզրափակում այս տոնական եթերի մենք չէինք կարող երևակայել եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին, բոլոր նրանց ովքեր որոշակիորեն աղերս ունեն այս ոլորտի հետ շնորհավորում ենք մասնագիտական տոնի արդիվ եւ հուշում, որ երեկոյան 19:00-ին Ազատության հրապարակում Կարինն իր ճյուղ խմբերով հրավիրում է Գագիկ Գինոսյան 60 եւ Կարին 25 պարային տոնի, եթե հանկարծ այնպես է պատահել, որ չգիտեիք ինչպես գունավորել եւ լցնել չորեքշաբթի երեկոն ահա ձեզ հուշում եւ եթե գիտեիք շատ ավելի ողջունելի։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Վաղ առավոտյան ձեզ գույն հաջողություններ ենք ցանկանում։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ լինելու համար, ձեզ մաղթում ենք հրաշալի աշխատանքային օր, շնորհակալություն Գեղեցիկ։ Ժպտացեք, եթերից եւս հրաշք մոտ։ Սերը